Սա շատ լուրջ է, երբ մեկը հավանություն է տալիս չարագործությանը։ Երեմիա 23:14 Եվ Երուսաղեմի մարգարեներումը սոսկալի բան տեսա, շնանալ եւ ստությամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զորացնեն, որ ետ չդառնան ամեն մեկ իր չարությունիցը։ Նրանց ամենը ինձ համար Սոդոմի պես են, եւ նրա բնակիչները Գոմորի պես։ Եթե գիտեք, որ ինչ որ մեկը չարիք է գործում, նրանից ոչինչ մի ուզեք։ Դուք մասնակից կդառնաք դրան, մնացեք մաքուր եւ Աստված կօրհնի ձեզ։ Դիտենք վկայությունը։ Սա հետվիրահատական խնդիր է, կրծքագեղձի քաղցկեղ ունեի, նույնիսկ մազերս սանրելը շատ դժվար էր։ Երբ քաղցկեղի պատճառով հեռացնում են կրծքագեղձը, բժիշկը հաճախ պետք է մի փոքր ավելի խորը մտնի մկանային հյուսվածքի մեջ, քանի որ այն աղտոտված է։ Որքան ժամանակ առաջ եք վիրահատվել։ 13 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր չեք կարողացել բարձրացնել ձեռքը։ Ոչ, միայն մեծ դժվարությամբ։ Որքան եք կարողանում բարձրացնել առանց ուժեղ ցավի։ Այսքան քուրս է սովորաբար սանրում մազերս։ Նա օգնում էր ձեզ։ Հիմա բարձրացրեք ձեր երկու ձեռքերը։ Ինչ գեղեցիկ է։ Աղոթենք, Հայր, ես օրհնում եմ այն մարդուն, ով ասում է. ներիր ինձ, որովհետև ես կփոխվեմ այսօրվանից, ես կկատարեմ քո կամքը։ Այսպիսով ես հանդիմանում եմ նրանց կյանքում եղած ողջ չարիքը հենց հիմա, հրամայում եմ չարիքը հեռանա Հիսուսի անունով։